Արդյունաբերություն, շինարարություն, բնակչությանը մատուցված ծառայություններ։ Այս ոլորտներն են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էական աճ գրանցել։ Արդյունաբերություն 12.3%, շինարարություն 4.1%, բնակչությանը մատուցված ծառայություններ 6.1%։ Բարձր է նաև արտահանման աճի տեմպերը։ Ի տարբերություն այս ամենի, գյուղատնտեսության ոլորտում 13.1%-ի նվազում է արձանագրվել։ Այս ամսվա ընթացքում մենք ունենք բավականին լուրջ անկում եւ դա բացատրվում է պտուղների բնագավառում, հատկապես ծիրանի բնագավառում մեր բավականին լուրջ խնդիրներին, որտեղ տարին բավականին վատն էր այս առումով, ինչպես նաև բանջարաբուսանային բնագավառում, որտեղ տարին բարենպաստ չէր եւ շատ մեծ քանակի անձրևները թույլ չէին տալիս, որպեսզի այս բնագավառում ցիկլը ավելի շուտ սկսվեր։ Խոսելով արդեն արտաքին քաղաքականության իրողություններից, Գագիկ Մինասյանն Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը համարեց անհեռանկարային քաղաքական էժանագին շոու։ Պատգամավորն անդրադարձավ նաև Ալմատիում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Ադրբեջանական կողմը ըստ էության դարձել է իր քարոզության գերին։ Տարիներ շարունակ նա իր ժողովրդին, իր քաղաքական էլիտային, իր ինտելիգենցիային համոզում էր, որ որևէ կերպ ինքը չի համակերպվի Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակին, այն ինչ որ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, երբ ըստ էության Իլհամ Ալիևը լքեց Սանկտ Պետերբուրգը առանց մասնակցելու նախորդ իր կողմից համաձայնություն տված միջոցառումներին, այն անհաջողությունը, որը կրեց ադրբեջանական կողմը հենց Ալմատիում, խոսում են այդ մասին։ Իրողությունները զարգանում են իրենց ուրույն տրամաբանությամբ, ուժի դիրքերից խնդիրն մոտենալը որևէ լավ բանի բերել չի կարող, եւ սա եւս շատ հստակ արձանագրված է այս հայտարարության մեջ, սա եւս ուղղված է հենց ադրբեջանական կողմին, որը ռազմական հիստերիայի մոլուցկի նոպաներ ունենում պարբերաբար, մեկ անգամ եւս այս արձանագրությունը ասում է այն մասին, որ ուժի դիրքերից կամ ուժի սպառնալիքի դիրքերից մոտեցումը անթույլատրելի է այս խնդրի լուծման համար։